Այսօր աշխարհում լոգիստիկան արագ փոխվում են սպառողների վարքագիծը, ապրանքների շարժը ու լոգիստիկ ամբողջ գործընթացը։ Այս փոփոխությունների ֆոնին Հայաստանն ունի ներուժ ամրապնդելու իր դերը տարածաշրջանի լոգիստիկ քարտեզում, ասում են Ilogifest-ի լոգիստիկայի եւ էլեկտրոնային առևտրի միջազգային ցուցահանդեսի եւ համաժողովի կազմակերպիչները։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Ilogifest 26-ը, միավորելով ոլորտի առաջատար 40 ընկերությունների։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը ունի պոտենցիալ թե խաղաղության խաչմերուկ նախագծի միջոցով, թե TRIP նախագծի միջոցով ունի պոտենցիալ դառնալու տարածաշրջանային լոգիստիկ հանգույց, որպեսզի կարողանա սպասարկի պայմանական միջազգային շատ մեծ էլեկտրոնային օրինակ առևտրով զբաղվող հարթակների եւ տրանզիտային կենտրոն դառնա։ Կապուղիների կայունությունը բոլոր պետությունների համար ունի առանցքային նշանակություն, սակայն պետական կառույցները նշում են, իրենց տեսլականն ու ոլորտում բարեփոխումներ անելու ձգտումները բավարար չեն։ Պետական քաղաքականության հաջողությունը կախված է նաև մասնավոր ոլորտի ակտիվ մասնակցությունից։ Մեր տեսլականն է Հայաստանը զարգացնել որպես վստահելի գործընկեր, որը կարող է արդյունավետ կերպով կապել տարբեր շուկաներ, ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ եւ նպաստել տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների զարգացումից եւ Հայաստանի դերից միջազգային բեռնահոսքերում մինչեւ սահմանային եւ մաքսային գործընթացների արդյունավետություն ու էլեկտրոնային առևտրի աճ անմիջականորեն առնչվում են պետական եկամուտների կոմիտեի առաքելությանը, այն է ապահովել արդար եւ թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Ilogifest 26-ը միայն ցուցահանդես չէ, 3 օրերի ընթացքում սպասվում են նաև ոլորտային քննարկումներ։ Այս տարի համաժողովն անցկացվում է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության GIZ-ի հետ գործակցությամբ։ Այսպես համաժողովը ստանում է ավելի լայն միջազգային ներգրավվածություն եւ օրակարգ GIZ-ը ֆեստի ընթացքում կանցկացնի քննարկումներ նվիրված լոգիստիկայի զարգացման արդիական թեմաներին։ In the regional context, Ilogifest has positioned Տարածաշրջանային համատեքստում Ilogifest-ը դիրքավորվել է որպես եզակի հարթակ, որը կենտրոնացած է լոգիստիկայի, տրանսպորտի, առևտրային միջանցքների եւ սահմանային առևտրի վրա։ Մեզ համար շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասում կա նման միջազգային հարթակ, որը միավորում է էլեկտրոնային առևտրի եւ լոգիստիկայի ոլորտների մասնակիցների։ Այս հարթակը կարեւոր կապող օղակ է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։ Spanda Motors-ը Հայաստանում չինական Dongfeng ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Ilogifest-ի գործընկերն է։ Ապագան արդեն այստեղ է եւ այն էլեկտրական է։ Ընկերությունը համարում է, որ էլեկտրական մեքենաները լոգիստիկայի ոլորտում նոր դարաշրջան են բերել։ Փոխելու ենք խաղի կանոնները, քանի որ առաջին ընկերությունն ենք Հայաստանում, որ ներկայացնելու է ամբողջությամբ էլեկտրական քարշակ, որը կարելի ասել 70%-ով նվազեցնելու է լոգիստիկ տեխնիկայի ծախսերը։ Առաջիկա օրերի ընթացքում Ilogifest-ը կդառնա հանդիպման վայր բիզնեսի ներկայացուցիչների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների եւ լոգիստիկ ոլորտի մասնագետների համար։ Բոլորն ունեն մեկ նպատակ՝ ստեղծել նոր կապեր, զարգացնել համագործակցություն եւ բացահայտել նոր հնարավորություններ։ Շուկայում Trustway ընկերությունը 1 տարվա պատմություն ունի, բայց այս 1 տարվա ընթացքում մենք հասցրել ենք դառնալ JC Trans-ի անդամ, ինչը միջազգային ընկերություն է, մեզ շատ մեծ հնարավորություններ է տալիս միջազգային շուկայում։ Այսօրվա մեր էքսպոյի սպասելիքներն են հենց դրան վերաբերում, որովհետև միջազգային փոխհարաբերությունները փորձի փոխանակումը շատ կարևոր է։ Լոգիստիկայի, բեռնափոխադրումների, մատակարարման շղթաների եւ հարակից ոլորտների առաջատար ընկերություններն ու մասնագետները այցելուներին կսպասեն մինչեւ հուլիսի 19-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։